Ինչու է Աստված ստեղծել տիեզերքը։ Շատերը մտածում են. գուցե Աստված միայնակ էր, գուցե մարդկանց ստեղծեց, որպեսզի իրեն երկրպագեն կամ լրացնեն իր ներսում եղած ինչ-որ դատարկություն։ Սակայն սա քրիստոնեական Աստծո մասին ամենատարածված թյուրիմացություններից մեկն է։ Քրիստոնեական աստվածաբանության համաձայն Աստված լիովին ինքնաբավ է, որպես Սուրբ Երրորդություն, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյան կատարյալ սիրո եւ հաղորդակցության մեջ են։ Եթե մեր բառերով խոսենք, արարչագործությունից առաջ էլ Աստված լիովին երջանիկ, կատարյալ եւ ոչնչի կարիք չունեցող էր։ Այդ դեպքում ինչու ստեղծեց տիեզերքը։ Պատասխանը թաքնված է սիրո բնույթի մեջ։ Իրական սերը երբեք չի կենտրոնանում միայն իր վրա, այն ցանկանում է կիսվել, կյանք տալ եւ բարիք գործել։ Պատկերացրեք մեծ արվեստագետի։ Նա գլուխգործոց չի ստեղծում, որովհետև դրա կարիքն ունի։ Նա ստեղծագործում է, որովհետև իր մեջ եղած գեղեցկությունն ու շնորհը ցանկանում է արտահայտել։ Նույն կերպ եւ Աստված տիեզերքը ստեղծեց ոչ թե այն պատճառով, որ մեր կարիքն ուներ, այլ որովհետև ազատորեն կամեցավ, որ մենք գոյություն ունենանք եւ մասնակից լինենք իր սիրուն, բարությանը եւ կյանքին։ Արարչագործությունը Աստծո համար անհրաժեշտություն չէր, այն նրա սիրո եւ բարության ազատ արտահայտությունն էր։ Մենք ստեղծվել ենք ոչ թե Աստծո պակասը լրացնելու, այլ նրա լիությունից ու կյանքից բաժին ունենալու համար։ Եթե քրիստոնեությունը ճիշտ է, ապա մենք կույր պատահականության կամ տիեզերական քաոսի արդյունք չենք։ Մենք բարձրագույն բանականության եւ կատարյալ սիրո գիտակցված կամքի արդյունքն ենք։ Եվ հենց այս իրողությունն է, որ փոխում է մարդու կյանքի ամբողջ իմաստը։